Վերջերս արդիականը համակարգչային խաղերի ազդեցությունը երեխաների վրա թեման։ Ու խոսքը միայն վատ ազդեցության մասին չի։ Ժամանակն առաջ է շարժվում, տեխնոլոգիան նույնպես։ Խաղերի գրաֆիկան, պատմությունը, աշխարհները զարգանում են, նպաստելով նրան, որ դրանք ավելի հետաքրքիր ու կանչող դառնան։ Հիշեք մեր ժամանակները, պիքսելային հերոսներն ու պարզ մեխանիկան։ Իսկ հիմա ամբողջ տիեզերքներ են ստեղծվում մոնիտորների հետևում։ Մի կողմից խաղերը աներևակայելի գործիք են զարգացման համար։ Խաղերը սովորեցնում են լուծել բարդ խնդիրներ, կառավարել ռեսուրսներ, ռազմավարություն մտածել, պահանջում են արագ արձագանք, ձեռք-աչքի կոորդինացիա։ Բազմաթիվ խաղեր տալիս են ազատություն կառուցելու, օրինելու, գյուտեր անելու։ Կան թիմային խաղեր, որտեղ կարևոր է հաղորդակցվել, համագործակցել։ Սա շատ կարևոր բան է սոցիալիզացիայի համար։ Այսպիսով, խաղացող երեխան զարգացնում է հմտություններ, որոնք դեռ դպրոցում չեն սովորեցնում։ Իսկ ինչ վերաբերում է սահմանների ու վերահսկողությանը, ստեղ հենց հիմնական կանոնն է։ Ամեն ինչի շատը վնաս է, անգամ եթե դա անմեղ մի բան է։ Եթե խաղը դուրս է գալիս սահմաններից ու վերածվում ամեն ինչի, այստեղ սկսվում են խնդիրները։ Նկատվում է ֆիզիկական ակտիվության պակաս, հասարակական փոխհարաբերությունների նվազում իրական կյանքում, կախվածության ձևավորում, մշտական դոֆամինի ազդակներն ու պարզ պարգևները կարող են սովորեցնել արագ գոհացման մոդել։ Ագրեսիա կամ անհանգստություն։ Ոչ բոլոր խաղերն են անվնաս եւ ոչ բոլոր երեխաներն են նույն կերպ ընկալում բովանդակությունը։ Այսպիսով, խնդիրը խաղերում չէ, այլ ժամանակի եւ բովանդակության վերահսկողության բացակայության մեջ։ Ինչա մնում մեզ անել։ Մոռանալ խաղերի մասին։ Իհարկե ոչ, դա ժամանակակից աշխարհի մասն է։ Հիմնական խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք, մեծերը, կառավարում այս գործիքը։ Հարկավոր է ժամեր սահմանել։ Բովանդակության ընտրություն։ Ինչա խաղում ձեր երեխան։ Ուսումնասիրեք եւ խաղացեք նրա հետ։ Խաղը պետք է լինի հանգստի տարբերակներից մեկը, ոչ թե միակը։ Վերահսկեք ոչ թե երեխային, այլ իրավիճակը։ Տվեք նրան ավելի լավը, ինչպես վիրտուալ, այնպես էլ իրական աշխարհում։ Մեր նպատակներից մեկն է ունենալ հավասարակշռված, կրթված եւ երջանիկ սերունդ, որն իմացողություն եւ իրավունք ունի ինչպես իրական, այնպես էլ թվային աշխարհներում նավարկելու։